Տեսեք, հենասյունների վիճակը սա է։ Այս հենասյունը ամեն վայրկյան հնարավոր է շուռ գա։ Ինքը 6000 վոլտ հոսանք է։ Ու շատ վտանգավոր բան է։ Բոլորը էդի ֆիքսել են։ Եվ էլեկտրոցանցը, եւ համայնքապետանը, բայց ոչ մի բան չի արվում։ Ոչ մի բան։ Այսինքն դուք դիմել եք, պատասխան չեք ստացել։ Ես արդեն մի քանի ոնց որ 20 տարի է դիմում եմ։ Ինչ ապրում ենք, ստե դիմում եմ։ Ես չեմ կարող ասեմ պատճառը որն է, մեկը ասում են որ ֆինանս չկա, մեկ չգիտեմ ինչ որ չեն անում։ Բայց վտանգավոր չէ, ֆինանսը վտանգավոր էլեկտրոցանցը եկել է ֆիքսել է, որ ասում է այնքան վտանգավոր է, որ դուք չեք պատկերացնում սկի, որ այդքան խոսում եք, դուք չեք պատկերացնում։ Սա ինչ վտանգ է։ Չհաշված մնացած կողմը, որ այս հոսանքալարերի տակ տնամերձ հողամասերում ոչ մի շինթույլտվություն չի տրվում, ոչ մի բան, բայց իրանք հենց նշանակությամբ այդ հողերն են, որ պետքա տներ կառուցվի եւ օժանդակ շինություններ եւ այլն եւ այլն։ ու էլի նման սյուներ կան, հա, որ փտած են ամբողջովին։ Այս գիծը 7 թե 8 սյուն է ընդամենը։ 20 տարվա մեջ չենք կարող այդ 8 սյունը հանեն, տեղափոխեն, որ համ ժողովուրդը անվտանգ ապրի, համ իրանց իրավունքները կարողանան իրացնեն մարդիկ։ Այսինքն դրդվում է այն ձևի մի հատ սիտուացիա դառնում, որ մարդը եթե ինչ որ շինություն է ուզում անի, ինստինկտիվ անում է ապօրինի։ Դե եթե դուք տվել եք հողը, որպեսզի ես տուն սարքեմ, բայց իրավունք չեք տալի տուն սարքելու, նշանակում է ես պետքա տուն սարքեմ, որ ապրեմ։ Ստիպված արդեն օրենքը խախտում ենք, սենց ասեմ։ Որ գնում ենք ասում ենք մեզ շինթույլտվություն տվեք, ասում են չէ։ Հոսանք այդ։ Ու պատրաստվում եք էլի դիմել։ Էլի եմ դիմել։ Վերջին ղեկավարին եմ դիմել, սպասում եմ պատասխանի։ Դեռ ոչ մի բան չեմ ստացել պատասխան։ Քանի ղեկավար փոխվել է, բոլորը ունեն։ Ամբողջ ժողովրդի դիմումը ստորագրություններով, ընտանիքներով, բոլորը դոկումենտները, փաստաթղթերը, ամեն ինչ։ Նույնիսկ այն կետերը, որտեղ որ ստորբեկ դրած է հենասյունները, այդ կոորդինատներով ամեն ինչով իրանց մոտ է։ Բայց տեղից իրար չի գալի։